Հանդիպում կառավարությունում վարչապետը ընդունել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարին։ Քննարկվել է հրադադարից հետո տիրող իրավիճակը Արցախում։ Հեռախոսազրույց Լավրով-Այվազյան, որոնք են ընդդիմության հետագա քայլերը, կայացել է վարչապետի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։ Հանրային քաղաքական դիսկուրսը պետք է տեղափոխվի ապագայի վերաբերյալ խոսակցությունների հարթություն, վարչապետի գրառումը։ Նորություններ քննչական կոմիտեից, հարցաքննության են կանչվել Իշխան Սաղաթելյանը եւ Քաջարանի քաղաքապետը։ Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը, ազգային անվտանգություն կուսակցության նախագահը կասկածվում է բռնության հրապարակային կոչեր անելու մեջ։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները եւ նրանց հաղթահարման ուղիները, Էդմոն Մարուքյանի ասուլիսը։ Հայտնաբերվել են նոր աճյուններ, ականազերծվել են նոր տարածքներ, վիճակագրական տվյալներ Արցախից։ Արցախի օմբուդսմենը նոր աշխատանքի է անցնում, Արտակ Բեգլարյանը ասուլիս է հրավիրել եւ ամփոփել աշխատանքը ՄԻՊ-ի պաշտոնում։ Ինչու չի ստեղծվել սահմանագծման հարցերով հանձնաժողով, բողոքի ակցիա պաշտպանության նախարարության մոտ։ Ինչ ծավալով կգործի Ստեփանակերտի օդանավակայանը, թեման մանրամասնում է Արտյոմ Երկանյանը։ ՊՊՑ գնդի գրավման գործով դատավարությունը մոտենում է ավարտին, ճառերով է հանդես գալիս պաշտպանական կողմը։ Քաղաքապետը հրաժարվում է աշխատավարձի բարձրացումից եւ պարգևավճարից, Երևանի ավականու այս տարվա վերջին նիստը։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք, 3 կատարվել է 2953 թեստավորում։ Մահացել է Արկադի Անդրեասյանը, Արարատի լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր։ Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետը ընդունել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նախարարության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում։ Եվգենի Զինիչևը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ։ Այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրանք քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության կատարմանն առնչվող հարցեր։ Քննարկել են նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք թեմաներ։ Օրվա երկրորդ կեսից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 կուսակցությունների եւ նրանց աջակիցների հավաքը։ Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հայրենիք կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը եւ այլք։ Օհանյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում փորձառու մարդկանց կարիք կա, այնինչ նշանակումները արվում են ոչ փորձառության եւ մասնագիտական որակներից ելնելով։ Օհանյանը վստահեցրել է, որ իրենց պայքարը իշխանության համար չէ եւ ավելացրել, որ ինքը պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Կոչ է արել քաղաքացիներին բոլոր համայնքներում թեկուզ ինքնուրույն հավաքվել եւ տեսակետ հայտնել։ Օհանյանը նշել է նաեւ, որ կառավարության անդամները պետք է գան եւ հասարակությանը բացատրեն, թե ինչու են սահմանագծումը հապճեպ իրականացնում։ Ես այսօր չեմ խոսելու պատերազմից։ Պատերազմի ելքը ձախողումները ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը որ մեր համար շատ վատ փաստաթուղթ է։ Եվ այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք եւ առօրյան եւ հետագա մեր պետության զարգացումն ապահովենք։ Բայց միայն մեկ բան կարող եմ ասել. այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հայոց հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել։ Պարտվել է իշխանությունը իր անգրագետ կազմակերպված գործողություններով, պարտվել է իշխանությունը իր կողմից ճիշտ չգնահատված ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերի եւ միջոցների ճիշտ չդասավորելով։ Մենք ունեցել ենք առաջի գծում 283 կիլոմետր կահավորված ինժեներական սարքավորումներ եւ միայն երկու վայրում մոտավորապես 20 կիլոմետրում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից։ Եվ մենք պարտավոր էինք, եւ ես համոզված եմ, որ
կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնանատարային պայմաններում։ Եվ այս պահին, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ իմ եւ ձեր բոլորի խոնարհումը արտահայտել արժանի հրամանատարների եւ անժանի զինվորների հերոսությունների առջև։ Այն մարդկանց, ովքեր որ իրենց քաջագործություններով այնուամենայնիվ պաշտպանել են եւ պահպանել են մեր ժողովրդի արժանապատվությունը, եւ եթե այսօր էլ հանկարծ անհրաժեշտություն լինի, անկախ ինչպիսի ղեկավարություն է, նրանք կարողանալու են մեր երկիրը պաշտպանել։ Այսօր եւս վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների մի մասը նստացույց է անում։ Նրանց մի խումբը արդեն երկրորդ գիշերն է անցկացնելու հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։ Տաքանալու եւ սնունդ պատրաստելու համար ընդդիմադիրները վառարան են տեղադրել, ինչպես նաեւ երկաթե տակառներ, որոնց մեջ եւս կրակ են վառում։ Տարածքում հերթապահություն են իրականացնում ոստիկանները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան Facebook-ում այսպիսի գրառում է արել. Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է։ Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել։ Հանրային քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն, գրել է վարչապետը։ Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով այսօր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը հրավիրվել հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը։ Հարցաքննությունից հետո նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ դա կապված է եղել երեկվա հանրահավաքում իր ելույթի հետ, որի կապակցությամբ բացատրություն են պահանջել, ինչից հրաժարվել է նշելով, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություններ տարածել ընդդիմության անցկացրած հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությունների հետ կապված։ Զգուշացրել էր, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա Հայաստանի Հանրապետության ոստիկանության համարժեք արձագանքին։ Այսօր քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Մինչ հարցաքննությունը լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ տեղյակ չէ հարցաքննության հրավիրելու պատճառների մասին, միայն նշել է, որ դա թերևս կապված է իր քաղաքական հայացքների հետ։ Հարցաքննության ավարտին, ինչպես նրա շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանն է հայտնել, Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել 8 ամիս առաջ հարուցված մի քրեական գործով, որով իբրև Փարամազյանը 3 քաղաքացու հետ առևանգել է մի քաղաքացու։ Վարոսյանը նշել է, որ գործով ձերբակալված երիտասարդները վաղուց ազատության մեջ են։ Նա նաև տեղեկացրել է, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Հայտնի չէ, թե երբ կներկայացվի այն եւ երբ կնշանակվի դատական նիստ։ Փարամազյանը ինքը նշել է, որ դեմ է գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը եւ շարունակելու է պահանջել վարչապետի հրաժարականը։ Ձերբակալվել է ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Իսագուլյանը կասկածվում է ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական եւ այլ հայացքներով պայմանավորված հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձերբակալվել է նաև ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը։ Նա մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ինչ մարտահրավերների առաջ է հիմա կանգնած Հայաստանը եւ ինչպես պետք է հաղթահարել դրանք։ Այս հարցերին է այսօր անդրադարձել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ներկայացրել է նաեւ այն լուծումները, որոնք իրենց քաղաքական ուժի կարծիքով կթեթևացնեն ստեղծված իրավիճակը։ Հայաստանի գլխավոր մարտահրավերը Լուսավոր Հայաստանը համարում է Սյունիքի անվտանգության խնդիրը, քանի որ եռակողմ պայմանագրի համաձայն Սյունիքի համայնքներն ադրբեջանական տեսադաշտում են հայտնվել։ Քաղաքական այս ուժի ղեկավարի խոսքով, եթե նախկինում 150 կիլոմետր է եղել հեռավորությունը ադրբեջանական դիրքերից Սյունիքի բնակավայրեր, հիմա 2-ից 3 կիլոմետրի մասին է խոսքը։ Բացի դա, Սյունիքում սահմանազատման հետևանքով բարձրադիր դիրքեր են հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Եվ սրան զուգահեռ Էդմոն Մարուքյանն ընդգծում է այն հանգամանքը, որ 2021 թվականի համար Ադրբեջանը
Սարգսյանը նախատեսում է $550 միլիոն ավելացնել ռազմական բյուջեն, ինչն ըստ նրա նշանակում է, որ մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրությունների է պատրաստվում։ Հետևաբար դրանցից պաշտպանվելու համար պետք է ունենալ նոր ռազմավարություն, իսկ Լուսավոր Հայաստանը դա պատկերացնում է Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելով։ Ռուս խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Արցախում, ավելի հեշտ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան թե Գյումրիից մինչև կամ Էրեբունի օդանավակայանից մինչև Արցախ։ Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք օր առաջ պետք է բանակցություններ սկսենք Ռուսաստանի Դաշնության հետ, այնինչ որ ունենք հողի վրա ըստ էության Մեղրիում, հենց հիմա Կապանի այդ 21 կիլոմետրանոց Գորիս-Կապան ճանապարհի հատվածի հետ կապված եւ ընդհանրապես Սյունիքում առաջացած մարտահրավերների հետ կապված առաջարկություն ներկայացնել եւ սկսել անհապաղ բանակցություններ Սյունիքի մարզում ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցով։ Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ օր առաջ պետք է սկսել բանակցությունները հաշվի առնելով նաև այդպիսի փորձ ունենալու հանգամանքը Գյումրիի ռազմաբազայի օրինակով, կարծում է Մարուքյանը։ Ըստ բանախոսի այդ տարածքում տասնյակ տարիներ 102-րդ ռազմաբազան ապահովել է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Սյունիքն էլ Հայաստանի ողնաշարն է եւ սյունեցիների մտահոգությունները չեն կարող փարատվել պաշտպանության նախարարի եւ վարչապետի հայտարարություններով։ Խնդիրը կարող է լուծվել միայն նշված տարբերակով։ Լուսավոր Հայաստանը այլ լուծում այս պահին չի տեսնում։ Հիմա ունենք 102-րդ ռազմաբազան, հիմա թող լինի 103-րդ ռազմաբազան էլ նաև Սյունիքում։ Այլապես որևէ ձևով, անգամ եթե մենք ամբողջ մեր պետական բյուջեն էլ ծախսենք մեր զինված ուժերը վերականգնելու վրա, մենք այս իրավիճակում առաջացած օրհասական մարտահրավերը միայնակ չենք կարող սպասարկել եւ դիմակայել այդ մարտահրավերին։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը նախաձեռնել է նաև պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ձևավորում։ Հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ, քանի որ ազգային ժողովի միջոցով լուծման հասնելու տարբերակ չկա։ Իսկ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել Լուսավոր Հայաստանը նպատակահարմար չի համարում, քանի որ իշխանության ներկայացուցիչների թիվը մեծ կլինի եւ հանձնաժողովը կղեկավարի մեծամասնության ներկայացուցիչը։ Նախատեսվող այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի եւ փաստեր հավաքի նախապատերազմյան եւ պատերազմյան շրջանների վերաբերյալ եւ տա այս օրերին տարբեր մակարդակներով եւ տարբեր հարթակներից հնչող հարցերի պատասխանները։ Հանձնաժողովի ձևավորման համար համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է։ Մարուքյանը ներկայացնում է դրա ձևավորման սկզբունքները։ Ազգային ժողովի 3 խմբակցությունները նշանակում են 4-ական անդամ հանձնաժողովում, լինում է 12 մարդ, ազգային ժողով չանցած 3 ուժերը, այսինքն Հանրապետական կուսակցություն, Հայ-Հեղափոխական դաշնակցություն եւ մենք դաշինք, վերջին 3 ուժերը, որոնք մնացել են բարիերի տակ, ներկայացնում են մեկական ներկայացուցիչ, թիվը դառնում է 15 եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը իր ցանկությամբ նշանակում է ներկայացուցիչ պարիտետային հանձնաժողովում աշխատելու համար։ Այսինքն ունեն մենք 16 անդամից բաղկացած հանձնաժողով, հանձնաժողովի անդամները աշխատում են անվճար հասարակական հիմունքներով, հանձնաժողովի աշխատանքները գումարվում են, նիստերը գումարվում են ազգային ժողովում որպես անկախ առանձին իշխանության ճյուղի կառույց, ազգային ժողովի աշխատակազմը ապահովում է հանձնաժողովի աշխատանքների իրականացումը։ Հանրապետությունում անցկացվող անհնազանդության ակցիաներին միանալու խնդիր Լուսավոր Հայաստանի առջև դրված չէ։ Էդմոն Մարուքյանի խոսքով, ով ինչ կարող է անել, որ վարչապետը հրաժարական տա, պետք է անի, եւ իրենք էլ այս մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ գործողություններ են արել։ Կան սակայն շատ մոտեցումներ, մարտավարական պահեր, որոնց հետ համաձայն չեն, բայց Լուսավոր Հայաստանի ղեկավարը ողջունում է ցանկացած քաղաքացիական անհնազանդության եւ ցանկացած բողոքի ձայն հնչեցնելու մեթոդ։ Ես կարծում եմ, որ այդ մեթոդները պետք է լինեն այնպիսին, որ իշխող ուժին չմղեն անկյուն եւ հնարավորություն չտան նրանց ավելի համախմբվելու իրենց ղեկավարի շուրջ, քան որ մտածեն պետության հետագայի մասին եւ գան ընդհանուր լուծումների խորհրդանում լուծելու։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք փողոցով որևէ մեկի իշխանության չի գալու եւ խորհրդարանն է իշխանությունը ձևավորողը, ժողովուրդը ընտրել է խորհրդարան, խորհրդարանը լեգիտիմ է եւ խորհրդարանը կարող է ընտրել նոր վարչապետ եւ հետեւաբար մենք աշխատանքներ ենք տարել այդ մակարդակում, որպեսզի խորհրդարանը իմ քայլը խմբակցությունը գա ընդհանուր եզրերի, ընդհանուր շփումների այս խնդիրները լուծելու համար։
Լուսավոր Հայաստանը ներգրավված է բոլոր գործընթացներում, պնդում է կուսակցության ղեկավարն ու հայտարարում, որ առաջին քայլը ռազմական դրությունը չեղարկելն է, ինչի համար էլ իրենց խմբակցությունը Բարգավաճ Հայաստանի հետ նախաձեռնել են արտահերթ նիստ։ Իմ քայլը խմբակցությունը կներկայանա ու նիստը կկայանա թե ոչ, Մարուքյանը չգիտի։ Հաջորդ քայլերը կլինեն առաջին քայլը հաջողելուց հետո։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Շարունակում ենք թողարկումը։ Արցախում ռուս խաղապահները շարունակում են Ստեփանակերտին հարող շրջանների ականազերծումը, ռուս սակրավորները մինչ այժմ շուրջ 8600 պայթյունավտանգ իրեն են հայտնաբերել եւ չեզոքացրել։ Ընդհանուր առմամբ ականազերծվել է շուրջ 260 հեկտար տարածք, 100 կիլոմետր ճանապարհ եւ 434 շինություն։ Հադրութից եւ Ջաբրայիլից որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել 14 զոհված զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Հունան Թադևոսյանի խոսքով մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1061 զոհված զինծառայողի աճյուն։ Վաղաժամկետ դադարել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի լիազորությունները։ Նա այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։ Բեգլարյանը պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։ Թե ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը, Արտակ Բեգլարյանը չմանրամասնեց, նշեց սակայն, որ ճգնաժամի հաղթահարման գործում ավելի օգտակար կարող է լինել իր աշխատանքը գործադիր իշխանությունում։ Ես թեև լքում եմ մարդու իրավունքների պաշտպանի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում։ Ես գործադիր իշխանությունում աջակցելու եմ, նպաստելու եմ տարբեր խնդիրների լուծմանը առաջին հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներով, համակարգային լուծումներով։ Թվարկելով խնդիրները Արտակ Բեգլարյանը նախևառաջ կարևորում է անվտանգային համակարգի ռիսկերի նվազեցումը, արցախցիների հոգեբանական ու տեղեկատվական անորոշությունը։ Մարդիկ պետք է հասկանան ինչ է սպասվում իրենց, հասկանան թե երբ կարող են կյանքի նորմալ հուն վերադառնալ, նորմալ տուն ու աշխատանք ունենալ։ Արցախցիների մի զգալի մասը հիմա անօթևան է։ Մեր հաշվարկներով մինչև 40,000 անց անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով, որոնց զգալի մասը արդեն Արցախի հանրապետությունում է։ Առաջնային է նաև հետպատերազմական տրավմաների հաղթահարումը, անհետ կորածների խնդիրը, գերիների վերադարձը։ Մինչ օրս գերությունից վերադարձել է 53 մարդ, իսկ 2-ը մահացել են ադրբեջանական բանտերում։ Ըստ Արտակ Բեգլարյանի հիմքեր կան ենթադրելու, որ նրանք սպանվել են։ Իդեպ 2-ն էլ տարեցներ են եւ մեկի մարմինը մինչ օրս չի վերադարձվել։ Անհետ կորածներից 40-ը քաղաքացիական անձինք են, նրանց մի մասը մեծ հավանականությամբ սպանված է, մյուս մասը գերի է եւ Ադրբեջանը թաքցնում է այդ փաստը։ Գերիների սպանության կամ թաքցնելու հետ կապված բոլոր փաստերը ուղարկվել են ռուս խաղաղապահներին։ Կոնկրետ դեպքերում հաջողություններ կան, բայց դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ, կխուսափեմ թիվ նշելուց, որոնց մի զգալի մասը նաև տեսանյութերով են ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում։ Ընդհանուր առմամբ հսկայական փաստահավաք աշխատանք է իրականացվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։ Բազմաթիվ զեկույցներ են կազմվել եւ ուղարկվել ադրբեջանցիների հայատյացության, անմարդկային վերաբերմունքի, դիակների խեղման, խոշտանգումների, գլխատումների մասին, նաև առանձին զեկույցներ քիմիական զենքի օգտագործման, Խազանչեցոց եկեղեցու եւ ընդհանուր առմամբ մշակութային վանդալիզմի վերաբերյալ։ Իսկ ինչ արձագանք կա միջազգային կառույցներից, որոնց հասցեագրվել են այդ զեկույցները։ Գլխավորապես լռություն է, գլխավորապես, բայց կոնկրետ դեպքերում կոնկրետ հետաքրքրություններ ցուցաբերվել են ու կոնկրետ միջազգային կազմակերպությունների, հատկապես ոչ կառավարական կազմակերպությունների հետ ես էլ անձամբ աշխատանք տանում եմ։ Օրինակ Human Rights Watch-ը, Amnesty International-ը եւ հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ
արդեն սկսել են այցելություններ կատարել կամ հեռակա հետազոտություններ կատարել։ Այդ այցելությունները պետք է շուտ լինեին դեռ պատերազմի ժամանակ, նկատում է Արտակ Բեգլարյանը, նաև դժգոհում, որ որոշ դեպքերում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենց գնահատականներում զուսպ են եւ հարստական հավասարության նշան են դնում կողմերի միջև։ Հաջորդ հարցը քաղաքացիական զոհերի եւ տնտեսական վնասների մասին է։ Քաղաքացիական 60 զոհ կա, որոնցից 39-ը բուն ռազմական գործողությունների ընթացքում են սպանվել, իսկ 21-ը գերեվարվելուց հետո։ Վիրավորների թիվը 163 է, լրիվ կամ մասնակի վնասվել է 15,000 տուն, ընդ որում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքների տները այս հաշվարկում չկան։ Վնասվել է շուրջ 4,000 ենթակառուցվածք, այդ թվում դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց։ Նյութական վնասը խիստ նախնական հաշվարկներով կազմում է $2 միլիարդ, ինչը Արցախի համար հսկայական թիվ է։ Չնայած այս պայմաններին, հազարավոր ընտանիքներ վերադարձելու դեռ վերադառնում են Արցախ։ Արտակ Բեգլարյանը, ի դեպ, Արցախ վերադառնալու իր կոչի շուրջ շարքումները անտեղի է համարում։ Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու որևէ մեկին, թե ինչու չես վերադարձել հայրենիք։ Դա յուրաքանչյուր անձի ընտրության հարցն է։ Բայց ես անձամբ շատ կուզեմ, որ բոլորը վերադառնան հայրենիք, հայրենիքը շենացնենք, զարգացնենք, իհարկե շատ ավելի դժվար է լինելու, քան նախապատերազմյան շրջանում։ Եվ ես իմ անձնական օրինակով դա անելու եմ։ Այնպես չի, որ ես կամ իմ ընտանիքի անդամները ավելի պաշտպանված կամ ավելի երաշխավորված են, քան մնացածը։ Հարց ուղղվեց նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին, մասնավորապես միջազգային իրավունքի տեսանկյունից ինչքանով է հիմնավոր Ալիևի $50 միլիարդ պահանջը։ Ադրբեջանը տարիներ շարունակ մասնագետներ է հրավիրել, հետազոտություններ կատարել, փաթեթներ կազմել, բայց Բեգլարյանի կարծիքով այս գործընթացը նաև այլ նպատակ ունի։ Ակնհայտ է, որ սա գլխավորապես կիրառվում է քարոզչական նպատակներով, քարոզչական թեզ է ու մեր հասարակության ու մեր որոշում կայացնողների վրա հոգեբանորեն ճնշում գործադրելու համար է, միգուցե նաև քաղաքական բանակցություններում փոխզիջումների շեմը բարձրացնելու համար։ Բայց եթե խոսվելու է վնասների մասին, ապա պետք է խոսվի երկկողմանի վնասների մասին, ավելացնում է Արտակ Բեգլարյանը։ Այստեղ մեծ անելիք ունեն եւ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Պաշտպանության նախարարության մոտ այսօր բողոքի հերթական ակցիան են անցկացրել անհետ կորած 7 զինծառայողի ծնողներ։ Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ։ Ծառայողների հարազատները ցանկանում են տեղեկություններ ստանալ 70 օր անհետ կորած իրենց որդիների մասին։ Պաշտպանության նախարարության մոտ այսօր հավաքվել են նաև քաղաքացիական նախաձեռնության մի խումբ անդամներ, որոնք նախարարից ակնկալում են պարզաբանումներ սահմանազատումների մասին։ Նրանք հարց են հնչեցրել, թե ինչու դեռ չի ստեղծվել սահմանազատման եւ սահմանների ճշգրտման աշխատանքները իրականացնող այնպիսի հանձնաժողով, որը որոշեր աշխատանքների մեթոդաբանությունը, քննարկեր մասնագիտական անհրաժեշտ բոլոր հարցերը։ Հավաքվածների կարծիքով հանձնաժողովի բացակայության պարագայում հնարավոր չէ կատարել ճշգրիտ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրանք այդպիսի պարզաբանումների խնդրանքով բաց նամակներ են ուղարկել վարչապետի աշխատակազմ, ազգային ժողովի պատգամավորներին, արտաքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն։ Սահմանագծման ու սահմանազատման համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրաված կլինեն ոչ միայն ՊՆ ներկայացուցիչները, այլ նաև արտաքին գործերից մասնագետներ, ինչպես նաև գեոդեզիայից եւ քարտեզագրողներ, որոնք կկարողանան ճիշտ ձևով կատարել սահմանազատումն ու սահմանագծումը։ Ուզում եմ նշել, որ այս պահին թեպետ չի կատարվում սահմանազատում ու սահմանագծում, ինչպես մեզ բացատրում են, սակայն պետք է լինի բանակցային գործընթաց, որի արդյունքում կսկսվի արդեն հաջորդ փուլերը։ Սակայն այս պահին մեզ հավատացնում են, որ ամեն ինչ կարգին է, բայց մենք չունենք այդ վստահությունը, որ ամեն բան գնում է ըստ պայմանավորված ըստ ճշտի։ Այդ հանձնաժողովը, որը օրենքով կարա նախատեսվի, ինքը չի ստեղծվում կամ ստեղծվում է ոչ այդպիսի տեսքով միջգերատեսչական մասնագետների ներգրավմամբ, քանի որ փաստացի կառավարությունը ունի ներքին որոշում առաջնորդվելու սովետական շրջանի
քարտեզներով։ Դրա համար իրան ոչ մի պարզաբանում, ոչ մի սահմանազատման աշխատանք փաստորեն կատարելու կարիք չկա։ Այսինքն իրանք վերցնում են մասնագետ մի հոգի քարտեզագիր, որը իրանց տա GPS-ի ցույց տա GPS-ի կետը եւ իրանք շարժվում են այդ քարտեզով, բայց դա իր մեջ արդեն պարունակում է վտանգներ, որովհետեւ Տավուշի մարզում, տարբեր մարզերում Վայոց ձորի որոշ շրջաններ փաստորեն, եթե նույն սկզբունքով առաջնորդվենք, այսինքն առանց հանձնաժողովի ստեղծման, առանց պատմաբանների, քարտեզագիրների, ՊՆ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցության ստացվում է շատ տխուր պատկեր։ Առաջարկ ներկայացնել սահմանազատման process-ի վերաբերյալ իմաստ չունի, որովհետև դա միջազգայինորեն ճանաչված process է, միջազգային կանոններ ունեցող process է, եւ կարիք չկա ինչ որ մասնավոր կամ պետական կառույցներ անգամ ներկայացնեն առաջարկություններ։ Կա ընթացակարգեր, որոնք հաստատված են եւ ԵԱՀԿ-ի կողմից եւ ՄԱԿ-ի որոշ գերատեսչությունների կողմից, այսինքն այդ process-ը պետքա մեկնարկ տրվի եւ դրա մեկնարկը հանձնաժողովի կազմավորումն է։ Ոչ պաշտոնական տեղեկություններով օրերս կգործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը։ Առաջին ոչ կանոնավոր չվերթը նախատեսվում է իրականացնել արդեն ուրբաթ օրը։ Թեմային հետևել է Արտեմ Երկանյանը։ Արտեմ, նախ պարզենք, որքանով են հավաստի այս տեղեկությունները։ Այն մասին, որ առաջին չվերթը կայանա արդեն դեկտեմբերի 25-ին, առաջինը տեղեկություն տարածեց ռուսաստանյան Սպուտնիկ գործակալությունը, վկայակոչելով Արցախի հանրապետության կառավարությունում իր ունեցած տեղեկացված աղբյուրները, սակայն դրան հետևեց Արցախում ռուս խաղաղապահների Peacekeeper կոչվող Telegram կանալը, նույնպես հաստատեց այս տեղեկությունը, այնուհետ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նույնպես անուղղակիորեն այս տեղեկությունը հաստատեց, այսինքն կարող ենք իսկապես հավաստի համարենք այս տեղեկությունը։ Նշեմ, որ այս ամենը բխում է եռակողմ համաձայնության ոգուց, քանի որ տարածաշրջանում ապա շրջափակման մասին է խոսք գնում այնտեղ։ Այս դեպքում չափազանց կարևոր է օդանավակայանի գործարկումը նաև ռուս խաղաղապահների համար, քանի որ հնարավորություն կտա պարզեցնել մատակարարման խնդիրը։ Այժմ ռուս խաղաղապահները լրջագույն լոգիստիկ խնդիրներ են լուծում, ուրեմն զինված ուժեր եւ տեխնիկա Արցախ հասցնելու համար, մինչ այդ Էրեբունի օդանավակայանում էին վայրեջ կատարում տեխնիկայով բեռնված ինքնաթիռները, այնուհետ ավտոճանապարհով ավելի քան 300 կիլոմետր ճանապարհ էին անցնում, այնուհետ ավելի պարզ լուծում գտան ադրբեջանական Բարդա քաղաքի օդանավակայանում են իջնում ինքնաթիռները, այնտեղից ավելի կարճ է դեպի Ստեփանակերտ ճանապարհը, մոտ 110 կիլոմետր, բայց դա եւս խնդիր է առաջացնում, մասնավորապես Ադրբեջանում քաղաքական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ արդեն խոսել են այն մասին, որ դա անընդունելի է, ինչու պետք է Ադրբեջանի տարածքով, այդ թվում նաև մարդասիրական օգնություն ռուսները հասցնեն Ղարաբաղի հայերին։ Այսինքն դա հավանաբար նույնպես հաշվի են առել Մոսկվայում, երբ որոշել են աջակցել եւ վերանորոգել, օգնել Արցախի օդանավակայանի վերագործարկմանը։ Հավանաբար հաշվարկել են, որ ներդրումները իրենց կարդարացնեն, նկատի ունենանք, որ ընդամենը 4.5 ամիս հետո խաղաղապահների անձնակազմի ռոտացիա պետք է տեղի ունենա եւ մոտ 2000 նոր զինվորական պետք է հասցվի Արցախ եւ Արցախից վերադառնա հայրենիք։ Դա եւս խնդիր է եւ հավանաբար դա է պատճառը, որ շտապել են, որ արդեն այս տարի ինքնաթիռը վերագործարկվի։ Նշեմ, որ հրադադարի առաջին օրից օդանավակայանը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ էր եւ հենց օդանավակայանի տարածքում էր գործում Ղարաբաղում տեղակայված առաջին դաշտային հոսպիտալը։ Արտեմ, ինչ վիճակում է օդանավակայանը նկատի ունենալով, որ պատերազմի ժամանակ այն որոշակի վնասներ էր կրել։ Թեև օդանավակայանը կարևորագույն ռազմավարական օբյեկտն էր, բարեբախտաբար այն շատ չի տուժել, թեև փորձել են ռմբակոծել, սակայն այն հեշտությամբ հաջողվեց վերանորոգել եւ այժմ փորձագետները համարում են, որ օդանավակայանը եւ տեխնիկապես եւ ինժեներական իր հնարավորություններով միանգամայն պատրաստ է չվերթներ իրականացնելուն։ Այն Ստեփանակերտից հեռու չէ, ընդամենը 9 կիլոմետր հեռավորության վրա է Իվանյան գյուղի մոտ։ Հիշեցնեմ, կառուցվել էր օդանավակայանը դեռևս 74 թվականին եւ այդ ժամանակ դեպի Երևան եւ Բաքու չվերթներ էին իրականացվում, իսկ 2012 թվականի վերանորոգումից հետո այն արդեն կարող էր մեծ մարդատար եւ բեռնատար ինքնաթիռներ ընդունել, մասնավորապես նույն ծանր Airbus-ները եւ Boeing-ները առանց որևէ խնդիր կարող է ընդունել օդանավակայանը, հաշվի առնելով, որ 2 կիլոմետր 200 մետր երկարությամբ թռիչքուղի ունի,
եւ հնարավորություն կա նաեւ այդ թռիչքուղին երկարացնելու, այդ դեպքում նաեւ ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ եւս կկարողանա սպասարկել այդ օդանավակայանը։ Արտեմ, արդյոք ադրբեջանցիները չեն խոչընդոտի։ Դե հիշեցնեմ, վերանորոգումից հետո ինքնաթիռը օդանավակայանը այդպես էլ չշահագործվեց, քանի որ Ադրբեջանում սպառնում էին, որ կխոցեն Հայաստանից թռչող ինքնաթիռները, եւ դա միանգամայն հավատալու էր, քանի որ նման բան արդեն եղել է։ Հիշում ես 94 թվականին Երևան Ստեփանակերտ չվերթով այդ ուղևորվող Յակ-40 ինքնաթիռը խոցվել էր եւ տասնյակ զոհեր եղան, դա հաշվի առնելով ռիսկի չէին դիմում եւ փաստորեն այդ չվերթը այդպես էլ չկայացավ։ Այս դեպքում կարծում եմ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ է ամեն ինչ արվում, քանի որ ինչպես արդեն ասացի, եռակողմ համաձայնության պահանջներից մեկն է տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը։ Բացի այդ, ադրբեջանցիներն էլ հույս ունեն, որ Մեղրու տարածքով դեպի Նախիջևան պետք է ճանապարհ ունենալու հնարավորություն ստանան, ուստի պետք է ապահովեն նաև Հայաստանից դեպի Արցախի մայրաքաղաք օդային կապը։ Ամեն դեպքում նշեմ, որ հայ եւ ադրբեջանցի ավիատորները համագործակցելու հարուստ փորձ ունեն, մասնավորապես մեր օդային տարածքով են անցնում ադրբեջանական ավիաընկերությունների կողմից շահագործվող օդային միջանցքները եւ նույնը նաեւ մեր ավիաընկերությունները նույնպես օգտվում են երբեմն ադրբեջանական օդային տարածքից։ Այդ իմաստով չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ առաջանան։ Շնորհակալություն, Արտем։ Շարունակում ենք թողարկումը։ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է ՊՊՑ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի եւ եւս 7 ամբաստանյալների գործով քննությունը, որը արդեն մոտ է հանգուցալուծմանը։ Դատական վիճաբանությունների փուլում պաշտպանական կողմը հանդես է գալիս ճառերով։ Հիշեցնենք, ըստ մեղադրանքի 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խումբը հարձակում էր գործել Երևանի ՊՊՑ գնդի վրա, գրավել այն, հրկիզել ոստիկանական մեքենաներ, բանկոմատ թալանել, պատանդ վերցրել մի քանի անձանց, զավթածը եւ պատանդներին ազատելու պայմանով պետությանը որոշակի գործողություններ հարկադրել։ 3 ոստիկան է զոհվել այդ գործողությունների ընթացքում, որի համար մեղադրվում են Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը։ Դատարանը այսօր 2 միջնորդություններ ստացել ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի այրի Անուշ Հայրապետյանից եւ պաշտպան Մուշեղ Շուշանյանից։ Անուշ Հայրապետյանը 2 շաբաթ ժամանակ է խնդրում պաշտպանական ճառին պատրաստվելու համար, իսկ Շուշանյանը տեղեկացրել է, որ ոտքից վիրավորում է ստացել եւ առնվազն 2 ամիս չի կարող ներկայանալ դատարան։ Այդուհանդերձ Արմեն Բիլյանի եւ Պավել Մանուկյանի շահերի պաշտպան Աննա Ծառուկյանը ներկայացրել է իր պաշտպանական ճառի մի մասը, իսկ հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 13-ին։ Ես բանկոմատի հետ կապ չունեմ։ Ես զարմացա, որ ինչպես իմ շապիկի վրայից հայտնաբերվեցին այդ մետաղական նմուշները։ Ասեցի, ես ոնց է դրել, արդեն երկրորդ բանն ես դնում, հա։ Ասեց բաննմուշ ենք հայտնաբերել։ Ուրեմն Արմեն Բիլյանը բանկոմատ կտրող չի։ Արմեն Բիլյանը բարեկեցի կյանքը թողել է, ապստամբել է, որպեսզի ժողովրդին զարթնացնի խորը քնից։ Ժողովրդին հասկացնի, որ հերիք է, բավական է, ես չեմ գնացել բանկոմատ կտրելու այստեղ։ Հարգելի դատարան, դատաքննության ընթացքում Վարուժան Ավետիսյանը ցույց տվեց այն մասին, որ Բիլյանը Արմենը երկրորդ ոստիկանին, այսինքն Գագիկ Մկրտչյանին, վիրավորելու վայրում ֆիզիկապես չի եղել։ Արմեն Բիլյանի ձեռքին զենք չի եղել, նրա ձեռքին եղել է մի երկաթե կտոր, ինչպես ասում են, մանդիրոտկա։ Եվ ես անձամբ Գագիկ Մկրտչյանին տեսել եմ այդ 3 հարկանի մեծ մասնաշենք մտնելու մուտքի դիմաց, այնտեղ թեք դեպի այդ մասնաշենք բարձրացող հատվածը։ Նա ասֆալտին նստած էր եւ նա աջ ձեռքով բռնել էր ձախ ձեռքը, որը վիրավորված էր։ Ձեռքը վիրավորված էր, բայց արյունոտ էր վիրակապը։ Ես մոտեցա, հարցրեցի, ինչ է պատահել։ Ասեց ձեռքս եւ ուզում էր շարունակել խոսակցությունը եւ ինչ որ օգնություն, եթե հնարավոր է ցույց տալ, մոտեցան տղաներից եւ ես չեմ հիշում հիմա ովքեր մոտեցան օգնելու։ Ես մտա շենքում որևէ հետաքրքիր բան այդ պահին տեղի չի ունեցել եւ միացել եմ իմ համակարգչին, իմ Facebook-յան էջից տարածել եմ հայտնի հայտարարությունը, մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացեք։ Որից հետո այնտեղի գործողությունների ընթացքում ես անձամբ զբաղվել եմ մամուլի հետ աշխատանքով եւ պատասխանատու եմ եղել նաեւ կազմակերպված հարցերի համար, որպես պայմանական խորհրդի անդամ կազմակերպի
կազմակերպիչ, բայց միևնույն ժամանակ զբաղվել է մամուլի հետ աշխատանքով, մեր պաշտոնական հայտարարությունները ներկայացնելով եւ եղել է դրա հնարավորությունը։ Պավել Մանուկյանի հարցին, թե ինչու նախկինում չի միացել իր հայտարարությանը, որ Արմեն Բիլյանը չի եղել կրակոցի հեղինակը, վերջինս պատասխանեց, որ ես հիմա եմ ցուցմունք տալիս եւ բնականաբար իմ ցուցմունքի ժամանակ եմ ասում իրականությունը։ Երկրորդ, ձեր ասած իրականությունը մասամբ է ճիշտ, միայն Արմեն Բիլյանի մասով։ Եվ գաղտնիք չէ, որ ես զուգահեռաբար իմ հրապարակային ելույթներում մշտապես շեշտել եմ, որ Արմեն Բիլյանը որևէ կապ չունի դեպքի հետ եւ այդ պահին այնտեղ չի եղել։ Մեղադրողի հարցին պատասխանեց, որ չեմ նշի, թե հարձակման պահին ովքեր են զինված եղել, միայն կասեմ, որ Արմեն Բիլյանը զինված չի եղել, քանի որ մեքենա էր վարում։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ Արմեն Բիլյանը Գագիկ Մկրտչյանի հրազենային վիրավորման հետ կապ չունի, որովհետև երբ ես ներս եմ մտել, Բիլյանը այնտեղ չի եղել։ Երևանի ավականին հրավիրել է այս տարվա վերջին նիստը։ Օրակարգային ամենաքննարկվող հարցը 2021 թվականի բյուջեի մասին նախագիծն էր։ Ինչով է տարբերվում 2021 բյուջեի ուղերձը նախորդներից եւ որոնց են առանձնահատկություններն ու առաջնահերթությունները։ Մինչ առանձնահատկությունների մասին խոսելը որոշ տվյալներ 2021 թվականի բյուջեից։ Եկամուտների գծով շուրջ 92 միլիոն դրամ է կազմում, ծախսերը շուրջ 100 միլիոն դրամ են, դեֆիցիտը մոտ 8 միլիոն։ Հաշվի առնելով 2020 թվականի ընթացքում COVID-ով պայմանավորված ճգնաժամը եւ ռազմական գործողությունները, սոցիալական բյուջեն ավելացել է 300 միլիոն դրամով, ներառվել են այդ բյուջեի մեջ ներառվել են այն շահառուները, ովքեր որ դուժել են եւ COVID-ից եւ պատերազմի ընթացքում ձեռք բերված հաշվանդամությունից։ Երևանի քաղաքապետարան իր ամբողջ կազմով անմասն չի մնում։ Արդեն շուրջ 6 ամիս է Երևանի քաղաքապետարանը բացարձակ չի բաժանում պարգևավճարներ։ Պարգևավճարների թեման բացված էր, պարզվեց 2021 թվականին էլ լինելու են։ 2021 թվականով պարգևավճարները պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1.23 միլիոն դրամի չափով։ Ցանկանայի շեշտել, որ նախորդ տարվանից շուրջ 49%-ով պակաս, այսինքն 1.890 միլիոնից մենք կրճատել ենք 1.23 միլիոն։ 2 միլիարդից կարելի ասել իջացրել ենք 1 միլիարդի դրամով։ Ես ընդհանրապես պարգևավճար աշխատավարձի տեղ տալու ձևաչափին ես կտրականապես դեմ եմ, որի համար մեզ անընդհատ շարունակաբար մամուլով քննադատում են եւ մենք շարունակաբար անընդհատ բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դրսևորենք քաղաքական եւ աշխատավարձները բարձրացնենք։ Եվ ես դա առաջարկել եմ, նորից կրկնում եմ 30, 50 եւ 100%-ի չափով ըստ պատասխանատվության չափի։ Պատասխանն էր, որ ուղղակի բարձրացնել հնարավոր չէ, պետք է նախագիծ մշակվի, ավականու քննարկմանը դրվի, հաստատվի։ Աշխատավարձի բարձրացումը, այո, այսօր բոլոր աշխատակիցների համար դա առաջնային խնդիրներից մեկն է, քանի որ բոլորը լավ տեղյակ են, որ ամբողջ պետական համակարգում ամենացածր աշխատավարձները, հաստիկային պայմանագրային աշխատավարձները դա քաղաքապետարանինն են, բայց քաղաքապետարանը վստահեցնում է, որ եթե մեծ չխոսան, բայց բոլորից շատ աշխատողներից մեկն է։ Իսկ 13-րդ աշխատավարձ լինելու է հաջորդ հարցներ։ Երբ որ մենք ասում ենք պարգևավճար, դրա համար ուզում ենք դնենք 13-րդ աշխատավարձ, 14-րդ կամ չգիտեմ ինչ, դա պարգևավճար է։ Եվ երբ որ ես ասում եմ պարգևավճար, նկատի ունեի իմ խոսքի մեջ ամբողջը։ Քաղաքապետը հարկ համարեց ընդգծել։ Ես այս պայից ասում եմ, որ ես հրաժարվում եմ իմ աշխատավարձի բարձրացումից յուրաքանչյուր տիպի, այսինքն եթե անգամ օրենքը պետք է ասի, որ դա պետք է բարձրանա, ես այդ մասը կգնա մի բարեգործական ծրագրի, այսինքն իմ աշխատավարձը մնալու է այն ինչ որ կա հիմա ինձ համար։ Սա ուզում եմ հստակ հայտարարել, որպեսզի որևիցե շարքում չլինի քաղաքապետի հետ կապված եւ իր աշխատավարձի հետ կապված։ Շնորհակալություն։ Հստակեցումներից հետո քվեարկություններ Երևանի 2021 թվականի բյուջեի նախագիծը ընդունվեց միաձայն 34 կողմ, ոչ մի ձեռնպահ ու դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ավականու հաջորդ նիստը արդեն հաջորդ տարի կհրավիրվի։ 2020 թվականի 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը սկսվեց ու ավարտվեց առանց ընդդիմության ներկայացուցիչների։ Այգուս Քեսյան, Հորիզոն։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք, 3 կատարվել է 2953 թեստավորում, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 155440-ի, այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ։ Կորոնավիրուսից մահվան 18 դեպք է արձանագրվել, նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտները ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այսպիսով համաճարակի սկզբից ի վեր մահացել է 3351 կորոնավիրուսով հիվանդ, 660-ը այլ հիվանդության պատճառով։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի։ Որոշումը կայացվել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում։ 73 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի Արարատի նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է սրտի խնդիրների պատճառով։ 2019 թվականի ամառվանից Արկադի Անդրեասյանը աշխատում էր Երևանի Ուրարտու ակումբում, որտեղ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է եղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ, դրանում ասվում է. Խոր ցավով տեղեկացա Երևանի Արարատի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին։ Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ Անդրեասյանը Արարատում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին։ Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ։ Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորի հուշերում։ Մեջբերման ավարտը։ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի ավագը։ Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում։ Նրա օրինակով դասյարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս։ Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը, գրել է Հենրիխ Մխիթարյանը։ Հասարակական խնդիրները և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Մեր հաջորդ տեսանյութը անդրադառնում է այդ թեմային։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում, Ռոստելեկոմ ընկերությունը հերթական աջակցությունն է տրամադրում վիրավոր զինծառայողներին։ Ամանորյա կորպորատիվ նվերների ողջ ֆինանսական միջոցներն այս անգամ ուղղելով հայրենիքի պաշտպանի վերականգնողական, Էրեբունի բժշկական և այրվածքաբանության ազգային կենտրոններում բուժում ստացող և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար անվասայլակներ ձեռք բերելուն։ Մեր հերթական աջակցություն ենք ցուցաբերում մեր զինվորներին, մեր հերոսներին, զինվորի վերականգնողական կենտրոնին այսօր մենք նվիրաբերեցինք 13 սայլակներ։ Կարծում եմ, որ սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել մեր վիրավորված զինվորների համար։ Անվասայլակներն ընտրվել են զինծառայողների հարմարավետությանը համապատասխան, հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարիքներն ու բժիշկների ցուցումները։ Նախաձեռնության շրջանակներում Ռոստելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժշկուհի, վերականգնողաբան Լուսինե Պողոսյանի հետ շրջայց կատարեց, ծանոթացավ կենտրոնի պայմաններին, բուժում ստացող զինծառայողների խնդիրներին։ Այս պահին բուժվում են բազմաթիվ զինվորներ, մոտ 220 տեղում, եւ իհարկե ունենք վիրավորումներով, ծանր վիրավորումներով զինվորներ եւ իհարկե ռեաբիլիտացիոն փուլում իրենց համար շատ կարեւոր է անվաթոռը։ Ստացել ենք անվաթոռներ մեր բարերարներից, որոնք կարևոր են նրանց ապագա հետագա վերականգնական բուժման համար։ Կարծում եմ, որ այս մեր նախաձեռնությունը նաեւ կրկնօրինակվի այլ կազմակերպությունների անհատների կողմից եւ բոլորին հորդորում են, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն եւ անհատ իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերի մեր զինվորների, վիրավոր զինվորների առողջությանը։ Ռոստելեկոմ ընկերությունը մշտապես համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով հայրենիքի սահմանների ամրապնդման, զինվորների համար բարենպաստ պայմանների ապահովման եւ զինծառայողների ապահովագրման գործընթացներին։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Ինչպես բնակչությանը ապահովել որակյալ սննդամթերքով։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։
Բարիս Ամարացի կաթնամթերքի արտադրամասում սայն տարահիգենիկ նորմերին բոլորն են հետևում։ Արտադրամասը գործում է այս տարվա օգոստոսից, իսկ գերհագեցած սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման համար պահանջվել է 2 տարի։ Ավտոմատացված եւ գերժամանակակից սարքավորումների գործարկման եւ ավելի քան 2 տասնյակ աշխատակիցների համնացորդ նվիրումի արդյունքում շուկա է մտնում որակյալ կաթնամթերք։ Մեր արտադրածը հերիքում է փոքր եւ միջին տենց խանութներին եւ մարզերն ենք մենք ուղարկում։ Մի քիչ մենք մեծանած ամբողջովին գերհզոր ցանցեն կունենան կաթնամթերք։ Այստեղ օրական արտադրում են 2000-ից 2500 լիտր կաթնամթերք, տեսականին 5-ն է՝ կաթ, մածուն, թթվասեր, քամած մածուն, յուղով եւ անյուղ կաթնաշոր։ Նախատեսում են արտադրամասի ծավալներն ընդլայնել մոտ 10 անգամ։ 2021-ին շուկայում կլինեն նաեւ 4 տեսակի իմպելի յոգուրտները, 3 տեսակի կեֆիրներն ու 22 տեսակի պանիրները։ Արտադրամասում վստահեցնում են, անարատ արտադրանքը սկսվում է որակյալ կաթի ընդունումից։ Բարձրացակապես անարատ կաթնամթերք ենք արտադրում։ Ունենք կաթի ընդունման կետեր այս պայմանությամբ Աբարանում ունենք, Ստեփանավան եւ Հոկտեմբերյանում, բայց 2021 թվականին ուզում ենք մեծացնենք, սարքենք 12-13։ Բոլոր ֆերմերները, ով որակյալ կաթ ունեն, կարող են կապնել մեզ հետ, մենք շատ հարմար ու լավ գնով իրանցից կաթը կգնենք։ Բարիս Ամարացի կաթնամթերքի արտադրամասում պարտադիր եւ ամենօրյա գրաֆիկով իրականացվում են լաբորատոր նմուշառումներ, շուկա թարմ ու պահանջված արտադրանք ներմուծելու նպատակով։ Դարձյալ սպառողին դուր գալու եւ որակյալ կաթնամթերք ունենալուն է միտված սենյակներից այս մեկը։ Տարբերությունն այն է, որ մենք հասունացնում ենք հասունացման սենյակում, նոր տեղափոխում ենք սառնարան։ Մեկ տեղ է մեզնից բացի, որ նույն ձևի այսպես են նշում, այսպես աշխատանքը ավելի բարդ է։ Տարեցտարի արտադրամասը սպառողին կներկայանա նորովի, զարգացնելով երկրի տնտեսությունը եւ աջակցելով ֆերմերներին։ Հայրենակիցներս կասեն, որ չլքեն մեր երկիրը, մնան մեր հայրենիքում եւ միասին ծաղկացնենք։ Մեր հայրենակից լավ տեղ չկա։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Այժմ անցնենք եղանակի տեսությանը, Գագիկ խնդրեմ, ինչպիսին են եղանակային կանխատեսումները։ Շնորհակալություն Քրիստինե։ Հայաստանի տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվում է, ճիշտ է նրա կենտրոնը տեղափոխվել է դեպի հարավ եւ իր հիմնական ազդեցությունն է ունենալու կենտրոնական եւ հարավային շրջանների վրա, բայց այնուամենայնիվ երկրի ողջ տարածքը վաղը գտնվելու է միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Արբանյակային լուսանկարի վրա տեսնում եք նրա հզոր անպամատության ծածկը, բայց նաեւ տեսնում եք, որ անպամատության խիտ հատվածը տեղափոխվում է դեպի հարավ-արևելք։ Առաջիկա օրվա ընթացքում անպամատությունը կպահպանվի բոլոր մարզերում, շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, բայց ձյան առատ տեղումներ կանխատեսվում են Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում։ Մնացած շրջաններում տեղումները կլինեն միջին ինտենսիվության։ Եվ առաջիկա ժամերից հյուսիս-արևմուտքից սկսվելու է արտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում առաջիկա գիշերը սպասվում է ջերմաստիճանի անկում։ Ուշադրությունը հրավիրում ենք հատկապես վարորդների, որ առաջիկա գիշերը եւ առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Արցախում սպասվում է ձյուն եւ մառախուղ, Ստեփանակերտում գիշերը -2 աստիճան է, ցերեկը 0-ից -1 աստիճան։ Սյունիքում սպասվում են ձյանառատ տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում դրանք գումարվի նաեւ առանձին հատվածներում, հատկապես լեռնանցքներում բուքը։ Հովտային գոտում գիշերը 0-5 աստիճան է, ցերեկը -2-ից +2, նախալեռներում գիշերը -5-ից -9 աստիճան է, ցերեկը 0-ից -5։ Վայոց ձորի մարզում ձյունը կշարունակվի, լեռնային շրջաններում գիշերը -8, -9 աստիճան է, ցերեկը -2, -4, նախալեռներում գիշերը -3, -6 աստիճան է, ցերեկը 0-ից -1 աստիճան ցուրտ է կանխատեսվում։ Գեղարքունիքում սպասվում է ձյուն, գիշերային ժամերին մարզում ջերմաստիճանը -8-ից -12 աստիճան է, ցերեկը -2-ից -4։ Կոտայքում նույնպես ձյուն է տեղալու, այստեղ տեղումները կդադարեն վաղը կեսօրից հետո, լեռնային շրջաներում գիշերը -10-12 աստիճան է, ցերեկը -2, -4, նախալեռներում գիշերը -5 աստիճան է, ցերեկը -2, -3։ Արարատում սպասվում է ձյուն, գիշերային ժամերին -4, -5 աստիճան է, ցերեկը 0, ձյուն է սպասվում նաև Արմավիրում, գիշերը 4-ից 5 աստիճան ցուրտ է, ցերեկը 0-ից 1 աստիճան։ Արագածոտնում սպասվում են տեղումներ հիմնականում ձյան տեսքով, կեսօրից հետո այստեղ աստիճանաբար տեղումները կդադարեն, լեռնային շրջաներում գիշերը -7, -10 աստիճան է, ցերեկը -2, -4, նախալեռներում գիշերը -3-ից -5 աստիճան է, ցերեկը 0-ից -1։ Տավուշում սպասվում է ձյուն, գիշերային ժամերին մարզում -2-ից -6 աստիճան է, ցերեկը 0-ից -3։ Լոռիում տեղումների ինտենսիվությունը կթուլանա, բայց ձյունը կպահպանվի, գիշերը -7-ից -9 աստիճան է, ցերեկը -2-ից -3։
Շիրակը արդեն դուրս կգա ցիկլոնի ակտիվ ազդեցության գոտում, տեղումների ինտենսիվությունը կիջնի, սպասվում են թույլ ձյուն, գիշերը -10-ից -14 աստիճան է, ցերեկը -3-ից -7։ Եվ Երևանում սպասվում է ձյուն, հիշեցնեմ, որ գիշերը եւ առավոտյան մայրաքաղաքի ճանապարհները պատվելու են մերկասառույցով, գիշերը մայրաքաղաքում -3-ից -5 աստիճան է, ցերեկը 0-ից -2 աստիճան ցուրտ է կանխատեսվում։ Շնորհակալություն Գագիկ, այսօր այսքանը, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, բարի գիշեր։